Ողջույն սիրելի հայրենակիցներ, ես այսօր մի քիչ վատառողջ եմ, բայց կփորձեմ հնարավորինս իմ միտքը փոխանցել։ Շատ ուրախ եմ, շատ երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ներկայացնել իմ ընկերոջ Արամ Վարդևանյանին, ում կյանքի հետագիծում կենսագրությունը միայն կարդալու համար անհրաժեշտ եղավ 6 եւ ավելի րոպե։ Ես շատ շնորհակալ եմ Աստծուց, որ ունեմ այնպիսի ընկեր, ով իր կյանքում միշտ օգնել է շատ շատերի կյանք ավելի բարեկեցիկ դարձնելու համար։ Եվ երկար տարիներ ընկերություն անելուց եւ նրա հետ շփվելու ժամանակ չեմ տեսել եւ որևէ լրատվականով, որևէ դեղին մամուլով չի շրջանառվել նրա հետ կապված որևէ վատ սկանդալային պատմություն։ Եվ պարոն Ռուբինյան, ես շատ կուզեմ, որ Արամ Վարդևանյանը լինի ձեր կողքին, որովհետև դուք առաջի օրը միտք հայտնեցիք, որ շատ ուզում եք, որ երկրում խորհրդարանի որակը խոսույթը լավանա։ Եվ Արամը իր բարեկրթությամբ հենց այն կերպարներից մեկն է, ով իմ կարծիքով ձեր անկեղծ ցանկությունը ձեզ հետ միասին կփորձի իրագործել։ Եվ իմ երազած երկրում խորհրդարանը պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա։ Ես չեմ ուզի 8-րդ նստաշրջանի խորհրդարանի կրկնությունը լինի այս խորհրդարանը։ Եվ դուք ունեք անմիջական պատասխանատվություն եւ հույսով եմ այդ պատասխանատվությունը դուք փորձեք իրականացնել լավագույն ձևերով։ Մեր ժողովուրդը արժանի չեն այն խոսույթներին, ինչ տեղի է ունենում այս խորհրդարանում։ Մեր ժողովուրդը ոնց որ այն ծեծված բռնության ենթարկված մարդը լինի, որ այս երկար տարիների ընթացքում իր համար դառնալու է սովորական։ Եվ մենք միշտ ամբողջ կազմով կարգապահությունը պահելով ցանկացած ելույթի ժամանակ ճիշտ ժամանակին եկել ենք նիստին, ճիշտ ժամանակին հեռացել ենք։ Այսօր եղավ բացառություն կաթողիկոսի հետ կապված եւ այդ բացառությունից հետո մենք մեր օրինակով ցույց ենք տալու մեր կարգապահությունը եւ մեր խոսույթը լինելու է լավագույնս բարձր մակարդակի վրա։ Ինչ որ բան ունեիք ասելու։ Չէ, անդադ ձեռք բարձրացրեցիք։ Կարող եմ շարունակել։ Հա, որտեվ ձեռք բարձրացրեցին։ Եվ մենք հայտնվել ենք խորհրդարանում, այդ թվում ես, որպեսզի մեր հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների առջև ծառացած խնդիրներին կարողանանք լուծում տալ։ Այսօր մեզ սպասում են բարդ օրեր։ Արտահանման հետ կապված, ինչպես ասեց Տիկին Ղազարյանը, ծառացել են բազմաթիվ խնդիրներ, որին լուծում է պետք։ Եվ ես իմ մասնագիտական կարողություններով եւ գիտելիքներով փորձելու եմ օգտակար լինել։ Մենք երբեք չենք չարախնդացել որևէ անհաջողության վրա։ Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ 2024 թվականն էլ նմանատիպ ինչ-որ դեպք եղավ, երբ որ Ռուսաստանը մի քանի ընկերություններ սանկցիաների տակ գցեց, ես անմիջապես կապվել եմ էկոնոմիկայի նախարար պարոն Պապոյանի հետ եւ նրան նախապես ասել եմ, որ սենց խնդիրներ կա եւ այդ խնդիրները լինելուց հետո հանդիպել ենք, ես լուծումը առաջարկել եմ, հետո ինչ պայմաններով չի եղել եւ ես երբեք ես ինձ թույլ չեմ տա ասեմ դռների հետևում ինչ ենք խոսացել եւ այս խնդիրը գնալով խորացել է։ Այս խնդիրները պետք է լուծվեն եւ բազմաթիվ այլ խնդիրներ։ Եվ այս խնդիրները լուծելու համար, ամեն ինչի համար պետքա ուժեղ խորհրդարան։ Պետք է մի քիչ ուզվեցի կներեք կարելի է ջուր խմել։ Համնացական լավ եք զգում ձեզ։ Մի քիչ վատառողջ եմ, ոչինչ։ Պետք է քաղաքակիրթ խորհրդարան, որով մենք կբարձրացնենք ընդհանուր այս ժողովրդի մեջ հավատը դեպի մեզ։ Մեզ բոլորիս նայում են եւ մեր ընտանիքի անդամները, եւ ձեր ընտանիքի անդամները, եւ հանրությունը։ Այնքան սովորական է դարձել այս գզվրտվոցը, որ մեկ-մեկ նույնիսկ ինձ Facebook-ում գրում են, այս նրան պորտատեղադրում չարիք, նրան պորտատեղադրում չարիք, նա ձեզ արեց կամ դուք արեցիք։ Ես էլ եմ դա ասում։
Ես էլ եմ դա ասում։ Պիտի փոխվի այս ազգային ժողովը պետք է ունենա նոր որակ։ Պետք է մենք նոր քայլ կատարենք։ Եվ մենք մեր կողմից, մեր խմբակցության կողմից ամեն հնարավորինը անելու ենք։ Մենք գիտենք ինչ խնդիրներ են առաջանալու հետագայում, եթե այս խոսույթը մնա։ Մենք պետք է նաև պատասխանատու լինենք պատմության առջև, որովհետև վաղը մյուս օր մի քանի տարի անց, 30 տարի անց, որ մի ուսանող փորձի ուսումնասիրել, ինքը չհասկանա մենք ինչու ենք այսպես արել, ինչպիսին ենք եղել, ինչու ենք այսպիսին եղել։ Եվ հույս ունեմ, պարոն Ռուբինյան, դուք ձեր խոստման տերը կլինեք։ Մենք խոստանում ենք, մենք մեր խոստման տերը կլինենք եւ մենք ամեն ինչ, բոլորը ինչ մեզնից պահանջում է անելու խոսույթի լավարկման, քաղաքական մշակույթի որակի բարձրացման համար։ Թերևս այսքանը, շնորհակալություն։